եւ եղաշրջում իրականացնեն։ Հարցազրույցում հնչեցրած մտքերի համար մեղադրյալի աթոռին հայտնված Շիրակի թեմի առաջնորդի գործն ուղարկվել է Վճռաբեկ։ Գլխավոր դատախազը բողոքարկել է 1.5 ամիս առաջ վերաքննիչի կայացրած որոշումը, որով ուժի մեջ չմտավ հոգևորականի մեղքը հաստատող վճիռը, փոխարենը վերաքննիչը գործն ուղարկեց նոր քննության, այս անգամ Շիրակի մարզի դատարան։ Տեսեք, վերաքննիչ դատարանը արձանագրել է ընդդատության կանոնների խախտում, այսինքն փաստել է, որ օրենքի հիման վրա ստեղծված դատարանը չի քննել այս գործը, իսկ դա հիմնարար խախտում է, եւ այլ բան չէր մնում վերաքննիչ դատարանին, քան այդ հիմքով բեկանել եւ ուղարկել պատշաճ դատարան։ Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր էր ճանաչել նրա մի հայտարարության համար, որով arczepiskopos-ը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Երևանի դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման իշխանության զավթման կոչի համար։ Հոգևորականն էլ դիմել էր վերաքննիչ, որը հունիսի վերջին բավարարեց բողոքը, բայց մասնակի Միքայել arczepiskopos-ի արդարացման պահանջը մերժեց, փոխարենը հաստատեց, որ ընդդատության խախտում է եղել։ Սրբազանին պետք է դատեր ոչ թե Երևանի, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի խոսքով վերաքննիչ դատարանը գործի բուն բովանդակությանն առհասարակ չի անդրադարձել եւ չի էլ պարզել, արդյոք հոգևորականի խոսքերում հանցակազմ կա։ Վերաքննիչի գնահատմամբ իմաստ չկար անդրադառնալու դրան, քանի որ Աջապահյանին մեղավոր ճանաչած դատարանն ընդհանրապես իրավասու չէր քննելու այս գործը։ Հետևաբար միանշանակ այս խախտումը պետք է վերացվի, մեղադրանքի մնացած բոլոր փաստերը ըստ էության պատշաճ դատարանի կողմից պիտի քննվեն, նոր դրա արդյունքները հետո եթե կբողոքարկեն եւ այլն, որ վերաքննիչ դատարանը վերանայի։ Ըստ Միքայել Աջապահյանի ու նրա փաստաբանների ենթադրյալ հանցանքի վայրը Շիրակի մարզն է, բայց առաջին ատյանի դատարանը չէր փորձել դա պարզել, ասում է փաստաբանն ու նկատում։ Իրենք դատարանին էին ներկայացրել Սրբազանի խոսքերը տարածած 2 լրատվամիջոցների տեղեկանքները հարցազրույցի վայրի մասին, բայց միևնույն է դատարանը համակարծիք էր դատախազության հետ։ Իսկ դատախազ Վահան Հարությունյանը մեկ անգամ չէր հայտարարել, որ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը հեռարձակվել են մի քանի լրատվամիջոցներով ողջ երկրի տարածքում եւ գործության դեպքի վայրը ճշտել հնարավոր չէ։ Մենք մեղադրանքի բովանդակությունը նայում ենք, դա հստակ նշված է, հստակ երևում է, որ ուղղված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այնուամենայնիվ վերաքննիչ դատարանն այսպես չի կարծում։ Իրենց որոշման մեջ դատավորները նշում են, որ ի սկզբանե նախաքննական մարմինը պետք է պարզեր հանցանքի վայրը, ինչը չի արել։ Եվ առաջացանի դատարանը այսքան փաստական տվյալ ունենալով հանդերձ պարտավոր էր արձանագրել, որ դա իր ընդդատության ենթակա չի, բայց չարեց եւ վերաքննիչ դատարանը հենց դա արձանագրեց, որ այսքանը բավարար էր եւ դատարանը սխալվել է, որ չի արձանագրել։ Ըստ փաստաբանների հոգևորականի գործը Շիրակում չքննեցին կաշկանդվածության պատճառով։ Սրբազանի բարձր հեղինակությունը հաշվի առնելով տեղի դատավորները դժվարություններ կունենային։ Նոր քննություն նշանակելուց բացի վերաքննիչը նաև տնային կալանքից էր ազատել Աջապահյանին։ Այն ժամանակ հոգևորականը դատարանի բակում անդրադարձել էր մեղադրանքին։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Վճռաբեկը 3 ամիս ժամանակ ունի որոշելու վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, թե մերժել։ Վարույթ չընդունելու դեպքում վերաքննիչի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ եւ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը 0-ից կքննվի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Վարույթ ընդունելու դեպքում 2 տարբերակ կա։ Վճռաբեկը կամ անփոփոխ կթողնի վերաքննիչի որոշումը, գործը դարձյալ ուղարկելով Շիրակի մարզի դատարան, կամ կբեկանի այնուհետ կուղարկի վերաքննիչ դատարան նոր քննության։